Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊԱ-ական իշխանությունների եկեղեցու դեմ կիսալուսնյաց արշավանքի դրսևորումներից մեկն է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ որևէ մեկը նման թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել, բացի թուրքերից, ցարից եւ կոմունիստներից։ Նիկոլ Փաշինյանը համալրեց այդ ցանկը սուլթան, ցար, բոլշևիկներ։ Եվ ստեղ զարմանալու բան չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ բաց այդ բռնակալական դրսևորումներ է ցուցաբերում։ Սա է։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր այսպես կոչված 4-րդ հանրապետության համար, այսինքն մի հանրապետություն, որը ստեղծվում է Ալիևի պատվերով, պետք է հայի ինքնությունից հրաժարվել։ Եվ դրա համար զարմանալի չի, որ ինքը հալածանքներ է սկսում հայկական ինքնության հիմնական առանցքներից մեկի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նպատակը վարկաբեկել եկեղեցին, վարկաբեկել եկեղեցու սպասավորներին եւ միգուցե մի քիչ ավելի հեռահար նպատակ իր ցանկալի մի խումբ հոգեվորականների կարգել իր կողմից վերահսկվող եւ այլևս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի կոչվելու իրավունք ունեցող կառույցի ղեկավարներ, վերահսկել նաեւ եկեղեցին, սա է։ Չի կարող որևէ անօրինական process լինել, ամեն ինչ իրավական process-ի շրջանակում պետք է որ լինի եւ նաեւ ափսոսանք հայտնեցի, որ նորություն կամ անակնկալ չի լինի Հայաստանի քաղաքացիների շատերի համար, եթե պարզվի, որ որոշ եկեղեցու սպասավորներ տարբեր անօրինական գործողությունների մեջ կարող են ներքաշված լինել։ Վստահեցնում եմ, որ падգամավորները չէ, որ պետք է դրան մեկնաբանություն տան, այլ համապատասխան իրավապահ մարմինները, եթե որևէ մեկը բերման է ենթարկվում, չի կարող պատահել, որպեսզի դա ուղղակի որևէ մեկի կմահաճույք լինել, դրա համար հստակ հիմքեր պետք է լինեն եւ կլինեն։ Ինչ-որ ահաբեկչական խմբավորում բացահայտելու ֆոն ձևավորած process է տեղի ունենում, այն էլ ինչ գործով 4 տարի առաջվա մի պատմության մասին, որ հանրային վտանգավորություն չունի այդ իմաստով քրեական իրավունքի, եւ ես սավակի դատապարտում եմ, սա խայտառակություն։ Քանի որ ասում են մի մասնավորեցեք հոգեորական է, թե հոգեորական չէ, քաղաքացի է, այս պարագայում բնականաբար, քանի որ կա պետական մակարդակում, իշխանական արշավ ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, բնականաբար սա նաև ուղղորդված process է ընդդեմ եկեղեցու վարկաբեկման, եւ ես ինչպես ժամանակին ասել եմ, հայկական ամենամեծ լոբիստական ինստիտուտը հայ առաքելական Սուրբ եկեղեցին վարկաբեկելու գործընթացը շարունակվում է։